Պողոս Առաքյալը հետաքրքիր մի խոսք ունի։ Ասում է, ես պիտի պարծենամ Քրիստոսով իմ կյանքում գործված գործերով։ Թեպետ պարծենալը լավ բան չի։ Բայց դուք ստիպում եք, որ ես Քրիստոսով պարծենամ, հա։ Երբեմն մարդիկ մեզ հետ հաշվի չեն նստում իբրև քրիստոնյաներ։ Երբ որ մենք իրապես քրիստոնյա ենք, Տիրոջ պատվիրաններ ենք ապրում, ուրեմն եթե ոչ մեզ, ապա մեր մեջ բնակվող Քրիստոսին իրենք պետք է հարգեն։ Եվ կենդանի պետք է լինի Քրիստոս մեր մեջ։ Օրինակ հոգևորականը իր կեցվածքով, իր վարքով, իր կյանքով, եթե պատվիրանները պահում է, աղոթասեր է, անկեղծ է, նվիրյալ է, ուրեմն ինքը Քրիստոսին է ներկայացնում։ Հոգևորականին ինչպես ենք մոտենում։ Մոտենում ենք իբրև Աստծո ծառա, չէ՞, գնում ենք օրհնություն ենք ստանում, եւ հատկապես երբ որ վարքը համապատասխանում է, կյանքը համապատասխանում է նաեւ իր կոչումին, հոգևորականի կոչումին, արդեն մենք որպես Աստծո ծառա ենք նայում, հա։ Բայց պատկերացրեք քրիստոնյան իր կեցվածքի մեջ չլինի։ Պետրոս Առաքյալն ասում է. տեսեք ձեզանից ոչ ոք չհալածվի իբրև գող, շնացող, հարբեցող, բայց եթե իբրև քրիստոնյա հալածվում եք, երանելի եք։ Տեսեք սա սահման է դնում, որ եթե դուք հալածվեք իբրև քրիստոնյա։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. երբ որ քո մի այտին ապտակում են մյուսը դեմ դուր, բայց երբ որ խաչելության օրը Քրիստոսին ապտակեցին, ինչ արեց, պաշտպանվեց։ Ասեց, եթե սխալն ասեցի, սխալն ասա, բացատրիր, ինչու ես ինձ ապտակում։ Տեսեք հետաքրքիր մի դրվագ է, որ մենք երբեմն ուշադրություն չենք դարձնում։ Ինքը Քրիստոս այդ պատվիրանը տվելով մյուս դեմքը, մյուս երեսը չդարձրեց, այլ պաշտպանվեց։ Ասեց, եթե սխալ եմ ասում, սխալն ասա, ինչու ես ապտակում։ Այդպես էլ մենք կարող ենք եւ պարտավոր ենք մեր մեջ բնակվող Քրիստոսին պաշտպանել։ Առակաց գիրքը հետաքրքիր մի խոսք ունի, ասում է. անզգամին պատասխան մի տուր, որպեսզի իրեն չնմանվես, բայց անզգամին իր անզգամության համապատասխան պատասխան տուր, որպես ինքն իմաստուն չկարծի։ Երբեմն անզգամին ունես մի հատ պիտ պատասխան տաս, այն ժողովուրդն ասում է բորդը տեղը պետք է ունես, որ ինքը մի քիչ խելեքան է, հա։ Բայց մեկ դրեցիր, վсё, արդեն հերիք է, էլ պետք չի, գլուխ մի տար։ Շրջանցի, հնարավորինս ասում է բոլորի հետ խաղաղություն ունեցեք Պողոս Առաքյալ, հնարավորինս։ Երբ որ դու տեսնում ես, որ քո սրբությունների սահմանն է անցնում, հա, այդ ժամանակ դի խիստ պատասխան տաս։ Սրբություն ինչ է։ Աղոթք, եկեղեցի, ծնող, որդի, սրանք մեր սրբություններն են, որ որևէ մեկ իրավունք չունի մեր սրբությունները ոտնակոխելու իրավունք չունի, մենք պետք է պաշտպանենք մեր սրբությունները։ Ամեն